Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է այն բոլոր հեռուստադիտողներին, ովքեր սովորականի պես այս պահին էլ մեզ հետ են եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Եվ իհարկե մենք ամեն անգամ աշխատում ենք ձեզ ներկայացնել մարդկանց, անձանց, որոնք եւ ասելիք ունեն եւ որոնց հետ հանդիպումը միշտ էլ հետաքրքիր է։ Այսօր մեր տաղավարում կրկին հյուրընկալել ենք Փակ TV ռազմական վերլուծաբան համահայկական ճակատկուսակցության խորհրդի անդամ Պայստազորի փոխգնդապետ Նարա Գևորգյանին։ Բարև ձեզ Նարա։ Բարև ձեզ պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք բավականին գեղեցիկ, հարդարված եւ ամենակարևորը միշտ պատրաստ պատասխանելու մեր հարցերին, այդպես է։ Այո, այդպես է, շնորհակալություն։ Դե ուրեմն սկսենք 2 տարի առաջ իսկ ավելի ստույգ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, սկսելով 44-օրյա պատերազմը։ Պատերազմ, որում մենք շատ ցավալի պարտություն կրեցինք։ Թե ինչն էր պատճառը, այդ մասին բազմիցս խոսել ենք, բայց այժմ անդրադառնալով նորից այդ տխուր տարեթվին, ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը, ինչ կարող եք ասել։ Այո, այդ օրը չարաբաստիկ օր էր, սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիան սկսեց, որ ունեցանք այն, ինչ ունեցանք այդքան զոհ, հաշվանդամություն, անհետ կորած զինվորներ, գերեվարված զինվորներ եւ այդ օրը անգամ ղեկավարությունը իրեն թույլ չտվեց գնա եռաբլուր, գոնե ծաղիկ խոնարհի ծաղիկներ դնի շիրիմներին, չէ՞ որ այս դավաճան խունտայի պատճառով պարտվեց մեր զորքը շատ հզոր է եղել, մեր 18 տարեկան զինվորը հզոր է եղել, մեր լավագույն սպաները, ովքեր զոհվեցին, շատ հզոր են եղել, պարզապես իրենք դավաճանեցին իրենց եւ այսօր այդ դավաճանները պաշտոններ են զբաղեցրել, կոչումներ են ստանում, պարոն Ղուշյան, եւ անգամ մեկը վերնախավից ասեմ, բարձրաստիճան սպա ասեմ, գեներալիզետ ասեմ, իրենց ասենց չգիտեմ էլի ինչ ոնց կարողացան իրենք այդ օրը չգնան եռաբլուր եւ չխոնարեն։ Մենք դավաճանված ենք եղել այս իշխանության շնորհիվ։ Մեր զորքը չի պարտվել երբեք։ Մենք սենց բանակ չենք ունեցել պարտված, մենք սենց վիճակում չենք եղել երբևիցե ոչ մի նախագահի օրոք, պարոն Ղուշյան։ Ոնց որ հիմա է, սրանք ամեն ինչ արեցին, որ բանակը պարտվի, ամեն ինչ արեցին, որ զորքը թուլանա, զորքը հիասթափություն ապրի եւ իրենք հասան իրենց ուզածին։ Այսօր պաշտոններ են զբաղեցնում այն անձինք, ովքեր այդ ժամանակահատվածում ընդամենը զբաղվում են դավաճանությամբ։ Մի 10-20%-ը հանած, մնացած այսօր ով պաշտոն է զբաղեցնում, դավաճան սպաներն են պաշտոն զբաղեցնում։ Ծանր է, երբ նայում ես, որ ոչ մեկ չհիշատակեց, եւ այնտեղ մի հատ թուրք падգամավոր կա, չէ՞, Ռուբեն Ռուբինյանն է, ինչա։ Ասում է, եկեք հունվարի 27-ը նշանակենք հիշատակի օր, ինչի վախում եք, Ադրբեջանը չի թողում, որ սեպտեմբերի 27-ին ասեք, որ դա այդ 44 օրյա չարաբաստիկ օրվա սկիզբներ չեն թողում, դուք որոշել եք հունվարի 27 բերեք, ինչի համար։ Սեպտեմբերի 13, 19 եւ 27, դրանք պետք է լինեն ամենացավալի օրերը։ Սեպտեմբերյանը 13-ի, որ նույնպես հարձակում գործեց Ադրբեջանը, 19-ին, երբ Արցախը հայաթափվեց եւ 27-ին, երբ այդ չարաբաստիկ պատերազմը սկսվեց։ Վախում են իրենց պապայից, իրենց Ադրբեջանից, իրենց Թուրքի դեմ խոնարհվողները վախենում են, որ ասեն այդ օրերը պետք է Հայաստանում նշվի իր անուններով, ոչ թե հունվարի 27, ինչի համար։ Այդ հարցին մենք դեռ կանդրադառնանք հունվարի 27-ին, բայց տեսեք Նարա, ես պիտի ասեմ, որ վերջերս էլ Պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարեց, որ այսուհետ խստացում է,
վարժական հավաքների մասնակիցների համար նախատեսված բոլոր պայմանները եւ ամեն ինչ շատ այսպես կստացված ռեժիմով է անցնելու։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Ահուշան ինքը չի կարող ասի խստացված ռեժիմով, որտեվ ես մի քանի անգամ անդրադարձել եմ, հենց թող ինքը անդրադառնա իր ՔՊ-ի անձնակազմին, մի հատ էլ եկեք մատնացույց թող անեն ՔՊ-ից ովքեր են մասնակցում վարժական հավաքներին, կամ օլիգարխների երեխեքից ովքեր են մասնակցում վարժական հավաքների, այդ հավաքներին մասնակցում են հիմնականում անձինք, ովքեր 1-2 անգամ գնացել են, եւ նույն այդ փոխնախարարը իր ձեռքով ստորագրած հրամանը թող ինքը նայի, որ քաղաքի ռազմական ոստիկանության պետին Բագրատունյացին զորակոչել էին որպես վարժական հավաքների մասնակից, որը պետքա գտնվեր Ագարակում, նա գտնվել է Պաշտպանության նախարարության շենքում ուսուցչու կողքին է գտնվել, քանի որ հանդիսանում է Մկրտչյան Նարեկի, այսպես ասած, պրոտեժեն։ Բա փոխնախարար, որ դու ուրիշի համար ասում ես, պետքա ամենախստագույնները խիստ վարվենք, առաջինը քեզանից սկսի, քո անհիմն անօրինական ստորագրած հրամանից սկսի, նոր մնացածից իրենք չեն կարող։ Երեք էլ էր թե առաջորդներ նույնպես ելույթ էր ունենում, այո, պետք է խստացվեն վարժական հավաքների մասնակիցների հետ կապված։ Ու հələ նայեք ում են տանում վարժական հավաքների։ 1000 անգամ ներող կլինեն հիմնականում, ովքեր հարբեցողներ են, ովքեր չգիտեմ ինչերով են զբաղվում եւ ստիպված են լինում դրանց վարժական հավաքների կեսերից իջացնել դիրքերից։ Ինչ են անում, ոչ ման հերթական իրանց շոուն է, նույն փոխնախարարից բռնած հերթական իրանց շոուն է։ Ոչ մի բան չեն կարող անել, պարոն Ղուշյան, որտեվ իրանք թեկնածուներ չունեն։ Ասում եմ, թողել մի հատ մի հատ նմուշի համար ՔՊ-ից մեկը գնա վարժական հավաքների մասնակցի։ Չեն է կարա, որտեվ սա բանակից փախած ու չծառայած են։ Այ դուք հիշատակեցիք Ռուբինյանի ազգանուն, ով առաջարկում է հիշատակի եւ խոնարհումի օր դարձնել հունվարի 27-ը, այսինքն բոլոր զոհվածների անհետ կորածների համար այդ օրը սարքել հիշատակի օր, թե ինչու հենց հունվարի 27-ը, երևի դուք ավելի կմանրեք, բայց ցավ այստեղ այն է, որ այդ նախագիծը ներկայացնողներից մեկն էլ պիտի ասեմ, որ մի շատ այդպիսի անձնավորություն է, ով ես իհարկե շատ ցավում եմ ինքը, Իռնամ Նազարյանը, մասին է խոսքը, որտեղ է կորցրել, եւ զարմանալի է, որ այս պատգամավորն էլ միացել է այդ նախագծին եւ չգիտես ինչու հենց հունվարի 27-ը, լավա չեն դրել հունվարի 1-ը։ Դե իրենք ասենց ես էլ եմ ապշած ձեր նման, չեմ ուզում ուղակի վատաբանեմ, քանի որ նա զոհվածի հայր է, ու ապշում եմ, լինես զոհվածի հայր, տղաց զոհվի, դու գաս կանգնես այս դավաճանների կողքին եւ հələ մի հատ էլ իրենց ներկայացած նախագծին լավատեսորեն նայես, դե ասում է հունվարի 27-ը դա կհիշենք, հունվարի 28-ն է բանակի օրն է, մյուս օրն է բանակի օր կնշենք, այս քանի տարի ոնց էս ուսուցչուհին է նշանակվել Պաշտպանության նախարար, բանակի տոնն է չի նշվում, պարոն Ղուշյան, երբևիցե չի նշվել նենց, ոնց որ առաջներում է նշվել բանակի տոնը։ Սրանք այսենց անելու են, որ այդ բանակը վերջնական քանդել են, ասում եմ վերջնական տանեն քանդման։ Իրենց բանակ պետք չի, սրանց բանակ պետք չի, սրանց հզոր զորք պետք չի, սրանք իրանց շողքերից են վախեցած, որ մնաց հզոր զորք ունենան։ Պապիկյանը հանում այն բոլորին, ովքեր շփումներ են ունենում ուժեղ սպաների հետ, Պայստազորի սպաներ, ովքեր ուժեղ են եղել, արձակվել են Պայստազոր, իմանում է գործող սպան հետը շփում է ունենում, արձակում է Պայստազոր։ Դրանից ինչ, դա ինչ է, որ մի հատ էլ իր ղեկավարած կառույցը ինչ պետք է լինի, գյոզալ կառույցը քանդեցին։ Իզուր չի, որ անունը անվանակոչված է ուսուցչուհի, իզուր չի։ Նորա, ազգային ժողովում կվարձես որոշում են ընդունում, որ սկսել իմպիչմենտի գործընթացը եւ դա դրա նախաձեռնողը ընդդիմությունն է, խորհրդարանական ընդդիմությունն է։ Ինչ է կարծում, ի վերջո կհաջողվի այդ գործընթացը հասցնել, այսպես ասած, հաղթական ավարտի։
Ես չեմ հավատում, դա իմ կարծիքն է, ես չեմ հավատում, որտեղ ընդդիմություն չկա։ Եթե ընդդիմություն ունենայինք, սրանք այսօր իշխանության չեն լինի։ Ոչ նախկին կա, ոչ ներկա կա, պարոն Ղուշյան, սաղ նույն թիմի մեջ խաղում են, նույն դաշտում խաղում են, նախկին ներկա չկա։ Այս մեր ժողովրդին են սովորացրել, որ տեսեք, մենք հիմա եթե իշխանությունից գնանք, նախկինները կգան, 7 տարի այդ ենք լսում, նախկին, ուրիշ հերոսի անուններ սրանք չգիտեն։ Ադրբեջանին գովաբանում են, նախկիներին թերագնահատում են, նույն բանն են, ոչ մի բան չի լինելու։ Ես չեմ հավատում։ Հասկանալի է, ձեր դիրքորոշումը պարզ է, պարզ։ Լավ, Նարա, սեպտեմբերի 19-ին, այս տարվա իհարկե, եթե հիշում եք, տեղի ունեցան պարգևների և բարձր կոչումների հանձնման արարողություն, և դուք հավանաբար տեղյակ եք, թե ովքեր են պարգևատրվել, ովքեր են կոչումներ ստացել և ինչու։ Այո, շատ ցավալի էր, որ հենց սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափման օրը մեր այդ գործող գնդապետներին շնորհում են գեներալ-մայոր զինվորական կոչում, այնքան են արժե զրկել կոչումները, ես ասել եմ ու կասեմ, որ չեն հասկանում, թե այդ կոչումը իրենից ինչ է ներկայացնում։ Տվածներից մեկը ժամանակին պատերազմի ժամանակ զբաղեցրել է առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը, որը ճանաչված է որպես հող հանձնող իր կորպուսի հրամանատարի հետ, դե հող է հանձնել, պաշտոնի են բերել նշանակել, դրա համար էլ խոնարհվել է, սրանց կրոնը ընդունել է, թուրքի կրոնը ընդունել է, կոչում են տվել։ Պարոն Ղուշյան, այսօր սրանք այնքան են, ասում արժե զրկել, գեներալ զինվորական կոչումը առաջ որ գեներալ էին ստանում նախկինում, այդ չգիտեմ էլի դա ինչ պետքա նախ կրթություն ունենայր, անցած ուղի ունենայր, համապատասխաներ այդ պաշտոնից, այսօր ով դրսի ով հող է հանձնում, ով դավաճանում է, ով հող հանձնելու հրաման է ստորագրում, կամ գեներալ-մայոր են տալի, կամ գեներալ-լեյտենանտ են տալի։ Այնքան են արժե զրկվել, որ գեներալները կարում են գեներալի վրա գրեն, գրելը փոխաբերական իմաստով չեմ ասում, գնան, իրավապահ մարմիններում գրեն։ Գեներալներ ունենք, 2 գեներալ, որոնց եղբայրները բավականին մեծ վատ իրադրության մեջ են և դիմել էին ժամանակին գեներալ Կարապետյանին, որպեսզի օգներ, որ այդ 2 գեներալի եղբայրներին հանեին այդ ծանր իրավիճակից և դուրս եկավ, որ 2 գեներալն էլ գնացին իրավապահ մարմիններում և գրեցին գեներալ Կարապետյանի վրա։ Ավելին ասեմ, մի գեներալը երբ եղել է նոյեմբերյանի հրամանատար, երբ եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, անընդհատ հողեր է հանձնել, դիրքեր է հանձնել։ Մյուս գեներալը պատերազմի ժամանակ թռած գեներալ էր, իբր թե քովիդի անվան տակ, փախավ գնաց պառկեց հիվանդանոց և հետախուզությունը մտցրեցին պիխոտի տակ, քանի որ ինքը փախավ իրա վրայից հանեց այդ պատասխանատվությունը, ամբողջ այդ ռազվեդկան պատերազմի ժամանակ, որ իրա գործունեությունը լրիվ այլ է, առավել ևս պատերազմի ժամանակ, տարան պիխոտի տակ ու զոհաբերեցին մեր հետախույզներին։ Ես սա չեմ առանձնացնում, որ մեր հետախույզներն են զոհվել և մնացածը ոչ, ես ուղղակի որպես հետախուզության հետ կապված եմ ասում, ու պատկերացնում եք այդ նույն գեներալը 44 օրից ամսի 27-ին մի հատ չգնաց, մի հատ ծաղիկ չխոնարհեց, բրիգադի հրամանատարից, հատուկ նշանակության բրիգադի հրամանատարից զոհվել են, և մի հատ չգնաց ծաղիկ խոնարհի, ասի վերջո իմ պատճառով է հետախուզության այսքան զինվոր սպաս զոհվել, գոնե գնամ մի հատ ծաղիկ խոնարհեմ, բայց այսօր այդ գեներալները կարում են գնան, իրավապահ մարմիններում գրեն, երգեն, նկարչությամբ զբաղվեն։ Էս է դարձել գեներալ կոչում կրողները։ Կամ դավաճան են, կամ չգիտեմ ինչ են, կամ այս թուրքերի կրոնը ընդունող են, այլ ոչ մի բան։ Երևի ավելի լավ է այդ գեներալ ծետի մասին չխոսանք, օրը կգա բարին հետը ամեն ինչը կընկնի իրա տեղը։
Նարա, որպես պայստազորի փոխգնդապետ, դուք իհարկե տեղյակ եք, թե այս օրերին ինչ զինավարժություններ է անցկացնում Ադրբեջանը, որքան է զինում բանակը, հզորացնում։ Տեղյակ եք իսկապես այս ամենին, թե մերոնք էլ անտեղյակ են։ Իհարկե տեղյակ ենք, զինում են ամենավերջին զինամթերքներով, ամենավերջին այդ Պակալենյայի զինամթերքներով են զինվում, անցկացնում են բազմիցս զորավարժություններ, իսկ մեր այս չակերտավոր խելացիներն ասում են կրճատենք ռազմական բյուջեն, քանի որ գնում ենք խաղաղության, մեզ զենք պետք չի գալու։ Եթե խաղաղության ես գնում, այդ դեպքում Ադրբեջանը խի է իր բանակը զինում, դու էլ կրճատում ես, տեղից կարելի է, չէ՞, թող այս ժողովուրդը իմանա, որ այս իրանց խաղաղություն ասած բառը դա ընդհանրապես ժողովրդական լեզվով ասած թոս փչելա մարդկանց երեսին։ Ամբողջ 40%-ի կարգի կրճատում է նախարարությունը, կրճատում է զորքերը։ Ուսուցչու գլխից, խելքից ինչ դուրս գա, իր կողքի այդ կիսանգրագետ փոխնախարար կլինի, վարչության պետեր կլինեն, ինչ ում խելքից ինչ դուրս է գալի, բանակը կրճատում են, չգիտեմ ինչ են անում, որոշում են, որ մեզի զորք պետք չի, մեզի այդքան սպաներ պետք չի, մեզի ուսանելու, որպեսզի գնան արտի երկիր ուսանեն, մեզի դրանք պետք չի։ Պլյուս դրան, որ կրճատում են ռազմական բյուջեն։ Նարա, վերջերս էլ Պաշտպանության նախարարի խոսնակը նախկին Արծրուն Հովհաննիսյանը ասում էր ինչ-որ մի հանճարեղ գիրք է հրատարակել։ Տեղյակ եք այդ գրքի մասին, ինչի մասին է այն ընդհանրապես։ Այո, տեղյակ եմ, բովանդակության ընդհանրապես տեղյակ չեմ էլ ուզում տեղյակ լինեմ դրա գրած ստերի հետ կապված։ Ավելավա ինքը մի հատ գիրք հրատարակեր, թե ինչ էր 44 օր ժողովրդին խաբում, այս վերջերս է համացանցում իր այդ տեսանյութերից էր գցած 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ ասում էր, ես վստահ եմ, մենք հաղթելու ենք այն իրա չգիտեմ, անգրագետ ձևով է, որ խոսում է, թող դրա մասին ինքը խոսար ու ամենացավալին նա եղել, որ Վազգեն Սարգսյանի այդ ռազմական ինստիտուտում իր գրքի բացումն եղել եւ նստած էին այնտեղ ներկայիս սպաներ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, առանց ամոթի մի հատ է գիրքա հրատարակում, ավելավա բերանդ փակի, մի հատ sense ինչ-որ գրի ստախոս կամ չգիտեմ ինչ գրի, վերընկի տեղդ, պաշտոն են տվել, այդ խոնարմանդ համար պաշտոն են տվել, գնա վերընկի այդ պաշտոնիդ ու հաթոռիդ վրա, ոչ թե գրքեր գրի, ոչինչ, վաղը միսօր դրան է կանրադառնանք, իրա ստերի հետ կապված է կանրադառնանք, որը ոնց է ժողովրդին խաբում։ Ավելին ասեմ, նաև դա էլ է ունի, զոհված տղաներ ունի, որոնց հետ ինքը սովորել է։ Ես զարմանում եմ, մարդ կարա այդքան իր հոգում թուրք լինի, այդքան դավաճան լինի, որ սրանց միանա մի հատ է գիրք գրի։ Երևի դա հատուկ դասեր են, ասել եմ, չէ, ես մի անգամ, սրանց սաղին մի մերա բերես, սորսի ճտեր են։ Նարա, ես հասկացա ձեր ցավոտ հարցերից մեկին կապա, դե լավ, կներեք, չի ուզում, որ դուք բորբոքվեիք, բայց կյանքն է այդպեսին, մենք այնպեսի բաների ենք ականատես լինում, որ շատ հաճախ արդեն զարմանալու ունակությունն էլ են կորցնում։ Եվ մի հարց, դուք ընդհանրապես հավատում եք խաղաղության գաղափարին։ Ոչ չեմ հավատում, ինչին հավատամ։ Ինչ խաղաղություն կարա լինի, հակառակորդը ամբողջ կյանքով մեկ եւ հիշենք ցեղասպանությունը, եւ հիշենք Սումգայիթը, հիշենք հետո նույն Ղարաբաղի հարցը, 44 օրը, սեպտեմբերի 19, սեպտեմբերի 13-ը ոնց կարաս այդ անձի հետ, դու այդ երկրի հետ դու խաղաղություն կնքես։ Սրանք պատմություն չգիտեն, թե իրանց ուղակի ձեռ չի տալ այդ պատմությունը հետ թերթեն նայեն։ Ես չեմ հավատում չէ լինելու, բան Ղուշյան, չէ լինելու։ Ուղղակի ինչ-որ զոմբի մասսա կա ստեղ, որ ասում են ոնց խաղաղություն, ես ձեզ ասեմ 20 թվականի պատերազմը սրանք, որ սարքեցին, այսինքն զոհեցին մեր երեխեքին, մեր լույսի պես երեխեքին, որպիսի հետո ժողովրդին ասեն, այ տեսեք խելոք մնացեք, որ մի հատ է պատերազմ չլինի։
ու իրանք անդադ դա սենց մոնիպուլացնում են, էլի, որ ասում են նայեք խելոք մնացեք, որ խաղաղություն չլինի, պատերազմ կլինի։ Այլ բան սրանք չեն կարում մատուցեն ժողովրդին։ Մեր ժողովուրդը թող հասկանա, որ ինչ խաղաղություն պետքա լինի։ Ում հետ խաղաղություն անես, ով քեզ կոտորել է, տարիների վեր քեզ կոտորել է, ում բայրակթարներից երեխեքը զոհվեցին, ում այդ ֆոսֆորներից, որ մեր զորքի դեմ 3 ուժ էր կռվում, դրանց հետ կարող ես դու խաղաղության պայմանագիր ունենաս։ Լավ, ես մեր ժողովուրդը երբ պետք է արթնանա, երբ պետք է ոտքի կանգնի, հասկանա, որ սրանք տանում են դեպի թրքացում, սրանք տանում են դեպի կործանում ես երկիրը։ Ես ուղղակի զարմացած եմ մեր ժողովրդի վրա։ Դե Նարաջան, այդ լավ է, որ զարմանալու ունակությունը դեռ չեն կորցրել, որովհետև ինչ որ կատարում է իսկապես շար աբսուրդի թատրոնից է, եւ չգիտեմ որքան կարող է այդպես շարունակվել։ Իդեպ ասեմ, որ համահայկական ճակատ ձեր այդ կուսակցությունը շարժումը ընդհանրապես բավականին վերջին շրջանում ակտիվացել է, մարդիկ ավելի հավատով են ձեզ նայում, ձեզանից մեծ սպասելիքներ ունեն եւ առաջարկում են ստույգ գործողությունների դիմել։ Վերջերս էլ, եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարության մուտքի մոտ նաեւ ձեր կառույցի ներկայացուցիչների կողմից կազմակերպվել զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների բողոքի ակցիան, որը իհարկե դաժանորեն ինչպես միշտ ճնշվեց, նորից հերթական անգամ մարդկանց խաբեցին, այստեղ ինչ նորություն կա, ուրիշ էլ ինչ ակցիաներ են եղել այդ կապակցությամբ։ Այո, շատ ցավալ էր, երբ ես նայեցի, թե ինչ բիրտ ուժ են կիրառում անհետ կորած զինվորների ծնողների նկատմամբ եւ մեկը ոչ մի բարձրաստիճան ռիսկ չէր անում իջներ, ընդուներ, ասեմ իդեպ, երբ Կարապետյանը նոր էր նշանակվել պաշտպանության նախարար, հենց իր նշանակման երկրորդ թե երրորդ օրներ ընդունել էր բոլոր զոհվածի ծնողներին, անհետ կորած զինվորների ծնողներին էր ընդունել, լսել էր իրենց այդ հարցերը, որպեսզի բարձրացնեն, ուղղակի չհասցրեց ինքը, եւ սա որպես PR չթվա միակ նախարարն էր, ով զբաղվում էր գերիների հարցերով, եւ երեւի այս իշխանությանը դա էլ դուր չեկավ, որ ինքը գերիների հարցերով է զբաղվում։ Գեներալ Կարապետյանը խորհրդական եղած այդ ժամանակ ասել է, որ Քելբաջարը եթե հանձնեցի կկորցնենք Արցախը, բայց վարչապետը որոշեց, որ Քելբաջարը բանտիկով տան ու դրանցից ինչ իջնեն, ինչ անեն։ Մեր մյուս ակցիան եղել է զինվորական քննչականի շենքի առջև, որտեղ որ մենք դիմում էինք նկարիչ քննիչներին, ովքեր գործեր են նկարում են այս իշխանության հրահանգներն են կատարում, որ ի վերջո դուք պատասխան եք տալու ձեր արածի համար։ Քանի որ մի քանի գործ են նկարել գեներալ Կարապետյանի վրա, այդ քննիչները պատասխան են տալու, ուղղակի ես կուզենամ այդ քննիչներին դիմեմ, ասեմ, որ ոչ մեկ լավ չի ճանաչում գեներալին, ոչ մեկ չխափնվի իր համբերությանը, իր այդ հանգստությանը, կրկնում եմ, չխափնվեն եւ չմոռանան նրա մասնագիտությունը, հետախույզ լինելը։ Այդ քննիչները, երբ նոր են դարձել ինչ-որ սենց քննիչ, նոր են դուրս գալի, փորձում են գեներալի ծետի վրա գործ կարեն, բայց չմոռանան միջև իրենց մեծանալը, այս մարդիկ արդեն ուղի են անցել։ Այո, բավականին ակցիա էր եւ մեր մյուս ակցիան լինելու է զինդատախազության առջև, որպեսզի հիշեցնենք, որ մարդիկ կային, ովքեր թաշկինակները ձեռքը նույն գեներալի մոտ լացուկոց էին անում անարդարության համար, լացում են, որ իրանց հանդեպ ուժ են կիրառում եւ այլն, նույն այսօր այդ անձը գործակարում գեներալ Կարապետյանի վրա։ Մեր մյուս ակցիան զինդատախազության զին չէ, ընդհանուր դատախազության առջև է լինելու։ Ու թող ժողովուրդը իմանա, որ ոչ թե այդտեղ նու բոլորի մասին չի խոսքը, ոչ թե այդտեղ նստած են քննիչներ, ովքեր զբաղվում են կարևորագույն գործերով, այլ այդտեղ նստած են նկարիչ քննիչներ։ Նրա դե իհարկե պիտի ասեմ, որ այդ բողոքի ակցիաները ցույցերը շարունակում են, մի քանի օր առաջ էլ կառավարության շենքի դեմ իրենց հերթական բողոքի ակցիան անցկացրին,
պատերազմի մասնակիցները, որոնք ետ վերադարձին բոլոր այն պարգևները, որ ստացել են կառավարությունից, անձամբ երկրի վարչապետից, եւ այս գործընթացները գալիս են հուշելու, որ իհարկե ակցիաները բողոքի շարունակական են լինելու։ Այդպես է։ Այո, այդպես է, այժմ կառավարության շենքի դիմաց տեղ անձրևոտ եղանակ ապահովության տղաները իրենց այդ ակցիան են անում, վերադարձնում են իրենց կողմից տրված այդ կրծքանշանները, շքանշանները եւ պարգևները։ Անց, որը կարան այդ տղաների հետ համեմատեն արտգործփոխնախարարին, այդ Վահան Կոստանյանին, որը սեպտեմբերի 21-ի արդիվ նախագահի կողմից շնորհվում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջի աշճանի կրծքանշանով։ Հələ մեկը հարց տա, այդ ինչ ես մատուցել հայրենիքիդ, բացի հող հանձնելուց, այ բանակ չծառայած։ Դու ոնց կարաս այդ պարգևը տաս ու նախագահան սենց հպարտորեն այդ կրծքանշանն է կպցնում այդ դավաճանին։ Դրա համար ես որ ասում ամեն ինչ արժե զրկել են սրանք, ճիշտ եմ ասում։ Ժամանակին այդ կրծքանշանը տալիս են սխրանք կատարողներին, անցում կատարածներին, պատերազմի մասնակիցներին, այնքան պատերազմի մասնակից սպաներ ունենք, որոնք մի հատ անգամ նշանի չարժանացան, իրոք կռված տղաներ, բայց այսօր ինչքան են դուրս պրծուկներ կան, ինչքան կներեք արտահայտությանս համար պատիտակից դուրս եկացածներ կան, սաղ կրծքանշաններ են ստանում։ Նույն հաջողությամբ այդ 44 օրյա հետ կապված այդ զեկուցը չընդգրկվեց, Քոչարյան Անդրանիկն այդ հանձնաժողովի նախագահն, բա Քոչարյան Անդրանիկն այդ անդրադարձի քո տղեն խիտ չի մասնակցել, խես փախցր է բերել պատերազմից, հիմա էլ անդրադառնում եք այդ 44 օրյայի զեկուցին։ Շիլա շփոթ են սարքե, իրանց էփած ճաշի մեջ են արդեն խառնվել, չգիտեն որն է ճիշտ, որն է սուտ։ Եղավ նառը, եղավ շատ ցավալի փաստեր ես իհարկե արձանագրում, բայց դա ռեալ իրողությունն է, որում մենք արդեն վաղուց էինք հայտնվել ենք։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ Մոսկվայից կապ ենք հաստատել Փակ TV ռազմական վերլուծաբան, մեզ բոլորիս կողմից շատ սիրված Պայստազորի փոխգնդապետ Նարա Գևորգյանի հետ։ Այսօր այսքանը, լավ մնացեք, ձեզ ամենայն բարին, մինչ նոր հանդիպում Փակ TV եթերում։